Ուրեմն մի անգամ մի անձնավորություն դիմեց ինձ խորհրդատվության համար եւ նրա բողոք հետեւյալն էր, որ նա լիարժեք ուրախություն չունի իր կյանքի մեջ։ Նա պատմեց ինձ, որ երկար ժամանակ լիաթոք չէր ծիծաղել, չէր վայելել իսկական ուրախությունը, անընդհատ դատարկություն էր զգում իր ներսում, անընդհատ տրտմություն, մի խոսքով ապատիկ վիճակ էր նրա մոտ։ Եվ իմ հուզմունքը եւ զարմանքը ավելի խորացավ, երբ լսեցի նրա անունը՝ Երջանիկ։ Այո, ճիշտ լսեցիք, նրա անունը Երջանիկ էր։ 40 անց այս անձնավորությունը իր կյանքի մեջ չէր հիշում վերջին անգամ երբ էր ուրախացել, թեպետ իր անունը Երջանիկ էր։ Այսօր մենք խոսենք դժբախտության մասին եւ դժբախտ մարդկանց 7 սովորությունների մասին, կամ այն սովորությունները, որոնք մարդկանց դժբախտ են դարձնում։ Վերջ-վերջո սրա անունը սովորություն է, եւ գուցե մենք ենք ինքներս մեզ սովորեցնում դժբախտության եւ հետո չեն կարողանում մեր սովորություններից ձերբազատվել։ Ուրեմն դրա մասին կխոսենք այսօր։ Մեր ոդքասթներից մեկի ժամանակ հոկեբան Անի Բարսեղյանի հետ մենք արդեն խոսել ենք երջանիկ մարդկանց 10 սովորությունների մասին։ Իդեպ կարող եք այստեղ գտնել այդ տեսանյութը, նայել եւ անձամբ խորհուրդ եմ տալիս, իսկապես շատ հետաքրքիր կետեր կան այնտեղ, որ կարող են գործնական առումով մեծ արժեք լինել ձեզ համար։ Բայց այսօր ես կխոսեմ հակառակ երևույթի մասին, դժբախտ մարդկանց սովորությունների մասին, կամ այն սովորությունները, որոնք մեզ դժբախտ են դարձնում։ Իսկ մինչ այդ կխնդրեմ, որ չմոռանաք դնել հավանելու ձեր նշանը եւ մեկնաբանության մեջ ակտիվ լինել, կիսվել ձեր կարծիքներով։ Ես անձամբ խոստանում եմ, որ կծանոթանամ, կկարդամ ձեր մոտեցումները, ձեր վկայությունները, ձեր կարծիքները եւ կփորձեմ իմ կողմից էլ փոքրի շատ է իմ խորհրդատվությամբ կիսվել ձեզ հետ։ Թեպետ սովորությունները շատ են, մենք կարող ենք անգամ 70-ը նշել, բայց ես առանձնացրել եմ այն սովորությունները, որոնք ամենահաճախն են հանդիպում մեր միջավայրում, մեր շրջապատում եւ գուցե անգամ մեր կյանքում։ Եկեք սկսենք առաջին սովորությունից։ Եվ առաջին սովորությունը, որ ես առանձնացրել եմ, հետևյալն է՝ մշտական բողոք եւ բացասական խոսույթ։ Դժբախտ մարդը հազվադեպ է շնորհակալ լինում։ Նրա բերանը միշտ լիքն է դժգոհությունով, նվնվոցով, թնգթնգոցով, անդադար տրտունջով։ Մի պահ հիշեք, թե մեկ օրվա ընթացքում որքան բողոքներ եք լսում։ Իսկ դուք որքան եք բողոքում։ Կարող եք անգամ այդպիսի մի փորձ անել, ինքներդ ձեզ վրա հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ եք տրտնջում եւ քանի անգամ եք գոհանում։ Այս ամենը կարող է պատկերել ձեր հոգեվիճակը։ Աստվածաշունչը ոչ մի լավ բան չի ասում բողոքող, տրտնջացող մարդու մասին։ Ավելին, այն ասում է, որ բողոքը, տրտունջը, շարունակական դժգոհությունները բացասական հետևանքներ են թողում մարդու հոգեվիճակում եւ անգամ մարդու առողջական վիճակի մեջ։ Անշնորհակալ վերաբերմունքը մեզ թուլացնում է եւ գրավիչ է դարձնում հիվանդությունների եւ հոգեկան խանգարումների համար։ Անգամ բժշկության մեջ է ապացուցված, որ շարունակական դժգոհությունը թուլացնում է մեր իմունիտետը, իսկ շարունակական գոհունակությունը, շնորհակալ լինելը ամրապնդում է մեր դիմադրողականությունը եւ մեր առողջությունը։ Վերջ-վերջո պարգևում է մեզ հրաշալի տրամադրություն եւ մեզ գրավիչ է դարձնում մեր շրջապատի համար։ Դժգոհելը կարող է դառնալ սովորություն, իսկ սովորությունը կարող է դառնալ բնավորություն։ Եվ հիմա ուշադիր, բնավորությունը դառնում է կյանք։ Հետևաբար, եթե ուզում ես կյանքդ փոխվի, պետք է բնավորությունդ փոխվի, եթե ուզում ես բնավորությունդ փոխվի, փոխիր սովորությունդ։ Եվ եթե ունես նման սովորություն անդադար բողոքելու, անընդհատ առիթներ գտնելու, որ մի բանից բողոքես, աշխատիր այդ ուղղությամբ, դա քեզ կդժբախտացնի եւ դրա հակառակը գոհունակությունը, ունենալ շնորհակալ սիրտ, դա քեզ միայն հրաշալի վիճակ կպարգևի։ Տեսեք, թե Աստվածաշունչը առաջին Թեսաղոնիկեցիներին 5-րդ խոսքում ինչ է ասում գոհության մասին։ Ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Շատերն են հարց տալիս եւ ասում են, ո՞րն է Աստծո կամքը ինձ համար։ Առաջին կարևոր բաներից մեկը, որը Աստծո կամքն է եւ մենք դա պետք է իրագործենք եւ պատասխանատվությունը մեզ վրա է,
գոհանալն է, շնորհակալ լինելն է։ Ուրեմն ասում է ամեն բանում գոհություն հայտնեք։ Մեկ այլ տեղում էլ Աստվածաշունչը ասում է, որ ամեն ժամանակ գոհություն հայտնեք։ Հիմա եկեք գումարենք այս երկու խոսքերը, դնենք կողք կողքի, համատեղենք եւ ինչ ենք ստանում, ամեն ժամանակ, ամեն բանում գոհացեք Աստծուց։ Սրա մեջ կարևոր գաղտնիք կա, սա կարծես բանալի է, որով մենք կարող ենք բացել երկնային օրհնությունների դուռը մեր կյանքի համար։ Ուրեմն գոհությունը վանում է դժբախտության եւ տրտմության զգացողությունը եւ ձեզ ավելի կենսախինդ է դարձնում։ Ես միշտ ասում եմ, գոհացող սրտին Աստված միշտ գոհանալու առիթներ կտա։ Դժբախտ մարդկանց երկրորդ սովորությունը։ Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների, դժբախտ մարդկանց սովորություններից մեկը նաև համեմատման մոլուցքն է։ Օրինակ շատերը Instagram-ում, Facebook-ում կամ սոցիալական այլ հարթակներում հետևում են հայտնիներին, տեսնում են նրանց նկարները, նրանց կենցաղը, նրանց վարքը, հագուստը, նրանց հաջողությունները եւ փորձում են կրկնօրինակել նրանց, համեմատության մեջ են մտնում նրանց հետ, առանց հասկանալու, որ այդ ամենը պարզապես ներկայացում է, այդ ամենը պարզապես ֆիկցիա է, այդ ամենը պարզապես արվում է հետևորդների համար, բայց իրական կյանքը ուրիշ է, իրականում նրանք այլ կերպ են ապրում։ Հետևաբար, որպես նմուշ ունենալով այդ արհեստական ստեղծած կերպարը եւ մեզ համեմատելով այդ կերպարների հետ, դա եւս կարող է մեզ դժբախտացնել, որովհետեւ մենք վերջ-վերջո հասկանում ենք, որ նման բրենդային հագուստ կրելը, նման ժամացույց հեռախոս բռնելը, վերցնելը, օգտագործելը, նման մեքենա վարելը մեզ իրական չի երջանկացնում, բայց այն աստղը մեքենայի ղեկին իրեն շատ երջանիկ էր զգում։ Հետևաբար, երբ որ մենք սկսում ենք մեզ համեմատել ուրիշների հետ, որ ուրիշը ինչ ունի եւ դու չունես կամ ուզում ես դու ունենալ, որ հասնես այդ երջանկության չափանիշին, սա եւս մեծ ծուղակ է եւ մարդիկ կարող են ընկնել այս երբեմն անհատակ թվացող փոսը, որտեղից կարծես թե ելք չկա։ Ուրեմն մի փորձեք ձեզ ինչ որ մեկի հետ համեմատել, այլ հասկացեք, որ դուք յուրահատուկ եք ստեղծված, դուք միակն եք ձեր տեսակի մեջ եւ կարիք չկա, որ լինեք ինչ որ մեկի էժանագին պատճեն։ Համեմատման մոլուցքով տառապող անձնավորության մոտ կարող է առաջանալ նախանձ, թերարժեքություն, սեփական ինքնագնահատականի անկում եւ ինքնախղճահարություն, ինչն էլ դուռ կարող է բացել դեպրեսիայի համար եւ որն էլ հենց դժբախտության պատճառ կարող է լինել։ Հետևաբար զգուշանանք, հեռանանք, մեր աչքերի առաջ չունենանք նման կերպարներ, վերջ-վերջո Աստվածաշունչն էլ է ասում, կուռքեր մի շինիր քեզ համար, իդեալներ մի ունեցիր, հանձինս մարդկանց, որովհետև մարդիկ թերի են, մարդիկ տկար են եւ իրական կյանքը այն չէ, ինչ որ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում, ինստագրամյան նկարներում, իրականությունը լրիվ ուրիշ է։ Հետևաբար քեզ որևէ մեկի հետ մի համեմատիր, դու օրիգինալ ես, դու քո տեսակի մեջ միակն ես եւ անկրկնելին ես եւ Աստված քեզ հենց այսպեսին սիրում է։ Հետևաբար մի համեմատվիր։ Դժբախտ մարդկանց երրորդ սովորությունը։ ԱՄՆ-ում հարցվածների 61%-ը խոստովանել է, որ հաճախ իրեն միայնակ է զգում, մեկուսացած է զգում։ Դժբախտ մարդիկ հիմնականում ունեն թուլացած կամ խզված սոցիալական կապեր։ Վերջ-վերջո մարդը սոցիալական էակ է եւ նա լինի շփվող, թե չշփվող, բայց այնուամենայնիվ կարիք ունի հաղորդակցության։ Մարդը չի կարող միայնակ լինել ամբողջ կյանքի ընթացքում եւ ինքն իրան մեկուսացնելով իրեն դժբախտացնում է։ Գուցե այդ մեկուսացումը իր պատճառներն ունի, օրինակ մարդը չի վստահում իր դիմացինին կամ շրջապատին, բայց խնդրի լուծումը հենց այս պատճառների հաղթահարումն է, որովհետև որքան անվստահելի է մեր շրջապատը, նույնքան կարող ենք մենք նաև անվստահելի լինել ուրիշների համար, ամեն մեկս ունենք մեր թերություններն ու տկարությունները, բայց մենք պետք է դա հաղթահարենք եւ որոշակի շփման եզրեր գտնենք մեր միջավայրի հետ, մենք չենք կարող մեզ ամբողջովին մեկուսացնել մեր միջավայրից, հետևաբար մեկուսացումը, սոցիալական մեկուսացումը կարող է դժբախտ սովորություն լինել մեզ համար եւ առաջնորդել դեպի խորը դեպրեսիա, խորը դժբախտություն եւ
հոգեկան լուրջ խնդիրներ հարուցել մեր մեջ։ Այստեղ մի կարևոր եւ բարի լուր եմ ուզում ասել։ Հավատացյալ մարդը երբեք չի կարող մենակ լինել։ Անկամ եթե նա որոշ շրջափուլում մենակ լինի եւ մեկուսացած կամ խոստում, Տեր Հիսուս Քրիստոսը համբարձվելուց առաջ ասաց. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։ Եվ ընդհանրապես, երբ որ դու հավատացյալ անձնավորություն ես, փնտրում ես նաև քո հավատակիցներին, ում հետ կարող ես բաժնեկցել քո հավատքը, քո արժեքները։ Հետևաբար, մենք չենք կարող այս առումով մենակ մնալ։ Եվ եթե ուզում ես, որ այս սովորությունից ձերբազատվել, պարզապես սկսիր շփվել մարդկանց հետ, դուրս արի այդ կոմպլեքսից եւ թույլ մի տուր, որ թերարժեքությունը, մերժվածությունը կամ շփման վախը քեզ հեռու պահի նման օրհնությունից։ Դժբախտ մարդկանց 4-րդ սովորությունը։ Ես հետևյալն եմ առանձնացրել. անցյալում ապրելու սովորություն։ Կան չէ այդպիսի մարդիկ, ովքեր իսկապես ապրում են անցյալով, անգամ մարդիկ կան, որ ապագայով են ապրում, բայց ներկայով չեն ապրում, նրանք չեն զգում իրականությունը եւ անդադար հետ են նայում, երանի են տալիս անցյալ օրերին։ Օրինակ, շատերը երանի են տալիս 90-ականների անհոգ կյանքին, բայց եթե մենք ինչ-որ դիպվածով հայտնվեինք 90-ական թվականների մեջ, հաստատ կմտաբերենք, որ այդ ժամանակվա սերունդը այնուամենայնիվ երանի չէր տալիս իրեն, եւ ում էին երանի տալիս 80-ական ժամանակների սերունդին կամ 80-ական թվականներին։ Հետևաբար անցյալով ապրող մարդը նա չի զգում ներկա պահի ուրախությունը, վայելքը, նա չի վայելում այն օրհնությունը, որ Աստված իրեն պարգևել է հենց այդ պահին եւ անդադար հետ է նայում, անընդհատ հիշում է իր անցյալը, մտաբերում է իր երջանիկ օրերը, բայց երբ որ գնանք այդ անցյալ եւ նրան հարցնենք, ասենք դու հիմա երջանիկ ես, նա նորից հետ կնայր եւ կասեր այ անցյալում ես երջանիկ էի, բայց ոչ հիմա։ Ուրեմն ապրել անցյալով սա եւս մեզ կարող է դժբախտացնել, քարացնել, լճացնել, անցյալը մեզ կարող է նոստալգիա պարգևել, բայց եկեք ընդունենք, որ նոստալգիայով չեն կարող ապագա կառուցել, անդադար հետ նայելով չեն կարող առաջ գնալ։ Այս առումով մի հրաշալի խոսք կա Աստվածաշնչում։ Փիլիպեցիներին 3-րդ գլխի 13 համարում Պողոս առաքյալը հետևյալը գրեց, ես այս խոսքը շատ եմ սիրում, սա իմ կյանքի կարգախոսներից մեկն է, ասում է. եղբայրներ, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա, հետևում թողածը մոռանալով դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Պողոս առաքյալը իր անցյալում, իր հետևում շատ բաներ ուներ, որոնք արժանի էին իր հիշողությանը, արժանի էին, որ նա հետ շրջվեր եւ անդադար նայեր եւ հիշատակեր իր հաղթանակները, իր շրջապատը, իր համբավը, իր հաջողությունները, բայց շատերս կարող ենք հետևում նաև դժբախտություններ ունենալ, ձախողումներ ունենալ։ Երկուսն էլ մեզ կարող են գայթակղել, որ անդադար հետ նայենք, ֆիքսվենք անցյալի վրա։ Բայց Պողոս առաքյալն ասում է, որ իմ անցյալը ինձ չի կարող խանգարել, որպեսզի ես առաջ գնամ։ Նա գիտեր, որ առջևում ավելի մեծ օրհնություններ են իրեն սպասում, առջևում իր լավագույն հաղթանակներն են։ Հետևաբար, եթե դուք անդադար ֆիքսվեք ձեր անցյալ հաղթանակների կամ ձախողումների վրա, դուք ապագա չեք կառուցի այդպես եւ դժբախտ կլինեք։ Դրա համար ես հատուկ եմ առանձնացրել, որ դժբախտ մարդկանց սովորություններից մեկը եւ այս ցուցակում 4-րդը անցյալով ապրելն է։ Դժբախտ մարդկանց 5-րդ սովորությունը, որ այսօր առանձնացրել եմ, եւ դա ներողամտության բացակայությունն է։ Նա ով չի ներում, կապում է իրեն ցավի հետ, վշտի հետ։ Մի պահ մտածեք աններողամտության հետևանքների մասին. թշնամանք, անքնություն, դառնություն, ցավ, վիշտ, խզված հարաբերություններ, վեճեր, խռոված սրտեր, խաղաղության կորուստ։ Աններողամտությունը իսկապես խորը վերք է բացում մեր սրտի մեջ, մի վերք, որը այդպես էլ մենք չենք թողում, որ այն լավանա, որովհետև անընդհատ թարմացնում ենք այդ վերքը։ Դրա համար աններողամտությունը մեզ կարող է դժբախտ դարձնել։ Հիմա մտածեք ներման արդյունքների մասին. խաղաղություն,
հաշտություն, հանգստություն, ուրախություն, թեթևություն, վերականգնված հարաբերություններ, քաղցրություն եւ այդպես շարունակ։ Հիշեք, աններողամտությունը դժբախտության սնուցող արմատն է մեր կյանքում։ Այն թույնն է, որ առաջինը մեզ է վնասում։ Իսկ մենք այո, մեր կյանքում կունենանք նման առիթներ վշտանալու, վիրավորվելու, կոտրվելու, ոմանց վերաբերմունքից, ոմանց կողմից գնահատված չլինելուց, մերժվածության պատճառով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինքներս էլ վերջ-վերջո կարող ենք ինչ-որ մեկի աններողամտության առիթ հանդիսանալ։ Բայց շատ կարևոր է, որ սրա հարցերը մենք շատ արագ լուծենք, չթողենք, որ այն արմատանա մեր մեջ, չթողենք, որ այն տարածվի մեր մեջ, որովհետև աններողամտությունն իսկապես քայքայում է մեզ, թունավորում է մեր ողջ գոյությունը եւ զրկում է մեզ մարդկանց հետ համերաշխ հարաբերություններից։ Հոգեբանները նշում են, որ աններողամտությունը կարող է մարդուն դեպրեսիա պատճառել, զարկերակային ճնշման բարձրացում եւ այլ հիվանդություններ, անգամ քաղցկեղի ռիսկն է մեծանում։ Հետևաբար ձերբազատվենք աններողամտությունից եւ արագ լուծենք չներման հարցերը։ Դու պարտավոր չես մարդուն նորից ու նորից վստահել, բայց հենց քեզ համար, քո հանգստության համար պարտավոր ես նրան ներել։ Վերջ-վերջո մի աղոթք կա, որ մենք չենք կարող այն սրտանց աղոթել, անկեղծ աղոթել, եթե աններողամիտ սիրտ ունենանք։ Դա Հայր մեր աղոթքն է։ Եվ այնտեղ մի կարևոր կետ կա, չէ, ասում է՝ ներիր մեր պարտքերը այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Ուրեմն իմացեք, որ սա մեր պարտականությունն է, արագ այս հարցը լուծենք։ Հիմա, երբ որ հարցը գնում է ներելուն, եւ մարդիկ գալիս են խորհրդատվության ինձ մոտ այդ հարցով, միշտ խաբկանք հետեւյալն է, մարդն ասում է՝ ուզում եմ ներել, բայց չեմ զգում, չունեմ այդ կարողությունը, չունեմ այդ զգացումը, որ ես պատրաստ եմ կամ ուզում եմ նրան ներել։ Ներումը առաջին հերթին դա էմոցիա չէ, դա հույս չէ։ Ներումը որոշում է եւ ծնվում է մեր մտքի մեջ եւ արտահայտվում է մեր կամքի միջոցով։ Ուրեմն սկսենք որոշումից։ Որոշումը հրապարակենք մեր բերանով, հայտարարենք, տանք այդ մարդու անունը, Աստծո առաջ բերենք նրան աղոթքով եւ ասենք՝ Տեր, ես իրեն ներում եմ, ես որոշում եմ ներել։ Գուցե զգացմունքներդ աղաղակեն, գոռան, ասեն, բայց դու չես զգում այդ ներումը, մի տրվիր զգացմունքներին, զգացմունքները միշտ փոփոխական են, միշտ խաբուսիկ են։ Որոշումը եւ կամքն է, կայուն եւ մնայուն արժեք ստեղծող իրականությունը մեր կյանքի մեջ։ Այս զգացմունքները կհետևեն մեր որոշմանը։ Ղուկաս ավետարանի 6-րդ խոսքում Տեր Հիսուսն ասաց. ներեք եւ կներվի ձեզ։ Հետևաբար դժբախտ մարդկանց 5-րդ սովորությունը, որից պետք է շատ արագ ձերբազատվել, աններողամտությունն է։ Դժբախտ մարդկանց 6-րդ սովորությունը՝ ցանկությունների գերակշռում իրական արժեքների նկատմամբ։ Ինչ է սա։ Հիմա պարզաբանեմ իմ միտքը։ Հպարտության, փողի, գեղեցկության, հանրահայտ լինելու մարդու անհակ մոլուցքը մարդուն ես կարող է խոցելի դարձնել դժբախտության համար եւ արդյունքում մարդը նյութական արժեքները գերադասում է հոգևոր արժեքներից։ Այն դառնում է մարդու մոտ մոլուցք, կախվածություն, ինչը վերջ-վերջո դժբախտացնում է մարդուն։ Դժբախտ մարդը միշտ հետևյալն է մտածում. այ եթե ես այս մեքենան ունենայի, այն զարդը ունենայի, այն հեռախոսն ունենայի, ես ինձ երջանիկ կզգայի։ Բայց ես բավականին թվով մարդկանց եմ տեսել, ովքեր իրանց առաջ նման նպատակներ են դրել եւ երբ որ հասել են այդ նպատակներին, ավելի խոցելի են դարձել դեպրեսիայի եւ դժբախտության համար, իրենց ավելի դատարկ են զգացել։ Հիշում եք հայտնի Սողոմոն իմաստունի խոսքերը՝ ունայնություն, ունայնության։ Եվ ժողովող գրքում նա մեծ ցուցակ է շարադրում, թե ինչ նպատակներ էր դրել իր առջև՝ պալատներ շինել, այգիներ տնկել, երաժշտությունով իրեն շրջապատել, հանրահայտություն ձեռք բերել, փառք, կանայք, գինի եւ այլ զվարճանքներ, բայց նա գրում է վերջում ես հասկացա, որ արեգակի տակ ամեն բան ունայն է եւ միայն Աստծուց վախենալն է, որ մարդուն
դարձնում է արժեքավոր, հետևաբար սերունդներ հոգևոր արժեքները ստորադասելը եւ նյութական արժեքների հետևից գնալը, միայն նյութականը հետապնդելը մեզ խոցելի է դարձնում դժբախտության համար, դա էլ է սովորություն, այո, մարդը իրեն սովորեցնում է, աչքը սովորում է, ականջը սովորում է անդադար գնալ նյութի հետևից, իր շոշափելիքները սովորում են դրան, նա ուզում է ձեռք տալ, ունենալ, բայց երբ որ հասնում է դրան, նա հասկանում է, որ որքան դատարկության մեջ է ինքը հայտնվել։ Ղուկաս ավետարանի 12-րդ գլխի 15 խոսքում տեսեք Տեր Հիսուսը այս թեմայի մասին ինչ է ասում։ Եվ նրանց ասաց. տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ։ Շատ է եղել, չէ, որ մարդը կորցրել է իր ունեցվածքը, անիմաստ է համարել իր կյանքը, կորցրել է նաև ինքն իրեն, ոմանք ինքնասպանությամբ, ոմանք էլ պարզապես իրենց երազանքները, իրենց ձգտումներն են սպանել, իրենց ուրախությունն են սպանել, անիմաստ են տեսել այլևս ապրելը, ինչու, որովհետև իրենց կյանքը կապել են նյութականի հետ, իսկ Տեր Հիսուսը դեռևս 2000 տարի առաջ զգուշացրեց մեզ, որ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքի մեջ չէ։ Հակառակ դեպքում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ հարուստ մարդիկ կլինեին, իսկ համաձայնվեք, որ քիչ չեն հարուստ, բայց դժբախտ մարդիկ։ Ուրեմն մի կարևոր դաս մեզ համար հարստություն համարենք ոչ թե պարզապես նյութական ունեցվածքը, նյութական արժեքը, այլ հոգևոր արժեքները։ Եվ վերջո 7-րդ սովորությունը, որը կարող է մեզ դժբախտացնել, դա նաև կարող է մարդու բնույթը դառնալ, էությունը դառնալ, դա էգոիզմն է։ Երբ որ մարդը անդադար պտտվում է իր անձի շուրջը, եւ բոլորին էլ ստիպում է, որ պտտվեն իր անձի շուրջը։ Երբ որ մարդը մտածում է միայն իր կարիքների մասին, այն բաների մասին, որոնք ինքը չունի, իր ցանկությունների մասին, երջանկության գաղտնիքներից մեկը ոչ թե ինքդ քեզ երջանկացնելն է, այլ դիմացինին երջանկության պահեր պարգևելն է, դիմացինին օգնելն է, որ ինքը իր սեփական երջանկությունը գտնի, հավատացնում եմ ձեզ, երբ որ ուրիշներին օգնեք իրենց սեփական երջանկությունը գտնելու մեջ, դուք էլ ձեզ երջանիկ կզգաք, եւ երջանկությունը նրա մեջ չէ, որ անդադար հագեցնեք ձեր եսի պահանջները, դա չի երջանկացնի մարդուն, այլ միայն կդժբախտացնի։ Եթե դու քեզ գտար այս ցուցակում կամ ինչ որ մի բան գտար, որ վերաբերում էր քեզ, ես չեմ ուզում, որ դու քեզ դատապարտված զգաս։ Աստված ձախողակներին չի դատապարտում, այլ հնարավորություն է տալիս վերականգնվելու, հնարավորություն է տալիս վերադառնալու դեպի իրեն։ Հետևաբար դուք հրաշալի հնարավորություն այսօր ունեք եւ հենց հիմա ունեք աղոթքով գալ Տեր Հիսուս Քրիստոսի առաջ եւ խնդրել ձեզ, որ նա ազատի այն սովորություններից, որոնք ձեզ դժբախտացնում են։ Վերջո ոչ միայն ձերբազատվենք վատ սովորություններից, որոնք մեզ դժբախտացնում են, այլև ձեռք բերենք այնպիսի սովորություններ, որոնք կարող են մեզ երջանկացնել։ Իսկ դուք մեկնաբանությունների մեջ անպայման գրեք, թե ինչ սովորություններ դուք գիտեք, որոնք կարող են մարդուն դժբախտացնել եւ ինչ սովորություններ կան, որոնք կարող են մարդուն երջանկացնել։ Վստահ եմ, որ դուք էլ ունեք բավարար փորձառություն, որը կարող է օգտակար լինել թե ինձ եւ թե մյուսներին, ովքեր կկարդան ձեր գրառումները։ Իսկ հիմա կուզեմ ամենակարևոր բանն անենք միասին՝ աղոթենք։ Մեր երկնային Հայր, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ քո առաջ եւ գալիս եմ խոստովանությամբ, գալիս եմ անկեղծությամբ, ազնվությամբ եւ բաց սրտով։ Այսօր ես հասկացա, որ իմ կյանքում բաներ կան, որոնք չեն հաճեցնում քեզ, որոնք դժբախտացնում են ինձ, հիվանդացնում են ինձ եւ դժբախտացնում են նաեւ իմ շրջապատին եւ ցավ են պատճառում նաեւ ինձ հարազատ մարդկանց։ Ուստի աղոթում եմ, որ ինձ քո Սուրբ Հոգով կարողություն տաս, զորություն տաս, որ որոշում կայացնեմ հրաժարվել վատ սովորություններից, այն սովորություններից, որոնք ինձ դժբախտ են դարձնում։ Նաև խնդրում եմ քեզ իմաստություն տաս եւ կարողություն տաս ձեռք բերելու այնպիսի սովորություններ, որոնք դիմացինից կերջանկացնեն եւ վերջո ինձ կերջանկացնեն։ Օգնիր ինձ այս հարցում
եւ ազատիր ինձ էգոիզմից, ազատիր ինձ սխալ շարժառիթներից եւ դարձրու ինձ այնպիսի մեկը, որ երբ որ մարդիկ հիշատակեն իմ անունը, իրենց դեմքին հաճելի ժպիտ հայտնվի եւ ոչ թե կնճիռներ իրենց ճակատին։ Շնորհակալ եմ, Տեր։ Ամեն։